Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Այդ մարդկանց ազատ արձակումը միայն կամրապնդի հաստատված խաղաղությունը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը իրական է, բոլոր հարցերը մեկ օրում չեն կարող լուծվել։ Նույն ասուլիսում նշել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուտ Ցաքնանին եւ պատմական քայլ առաջ գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ներկա մակարդակը։ Բաքվում ապօրինի դատապարտված հայերի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացնելու վերջնաժամկետը հունիս ամիսն է, որից ուշացումը կարող է իրավական լուրջ խնդիրներ առաջացնել։ Ադրբեջանը միտումնավոր չի տրամադրում դատավճիռները։ Այս մասին Փաստինֆոյին ասաց մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահանջել է վերացնել Տաշիր կապիտալն ընդդեմ կառավարության գործով հայցի ապահովումը։ Վարչական դատարանը մերժել է միջնորդությունը։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը եւ հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը դադարեցնում են համագործակցությունը։ Քաղաքական ուժերը իրենց համատեղ հայտարարության մեջ հայտնել են, որ մի շարք առանցքային ծրագրային հարցերում չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել։ Ընդդիմություն եւ հայ հասարակությունը չպետք է թույլ տա, որ Փաշինյանի կուսակցությունը հաղթահարի ազգային ժողով մուտք գործելու նվազագույն շեմը։ Խորհրդարանական ընտրությունների նշանակությունը դժվար է գերագնահատել։ Այս մասին ասել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստան դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մամուլի հետ աշխատանքների համակարգումը կստանձնի падգամավոր Ագնեսա Խամոյանը։ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը։ Ցամաքային սահմանով Ադրբեջանը մեկնել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։ Ադրբեջանում խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում անցկացվում է երկկողմ կլոր սեղան Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ադրբեջանի բանակում անցկացվել են մարտավարական զորավարժություններ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները եւ նշել, որ զորավարժությունների նպատակն էր կատարելագործել հրամանատարների ժամանակակից մարտի վարման մեթոդների համապատասխան որոշումների կայացնելու հմտությունները, ինչպես նաեւ փոխգործակցության պայմաններում ստորաբաժանումների կառավարման կարողությունները։